Եսային մարգարեցել է, որ Մեսիան կգա եւ կվերականգնի իրենց կորցրածությունը, կծաղկեցնի անապատը եւ չի լինի վաղ, ճնշում, կռիվ կամ մահ։ Եսայա 11 եւ 35 գլուխներ։ Բոլորը միասին կապրեն խաղաղության մեջ հավիտյանս հավիտենից։ Պատկերացրեք Մեսիայի հետևորդների փոքր խմբի անդամների սարսափելի մտային եւ հոգեվոր ծանր ապրումները, երբ նրանք նայում էին, թե ինչպես է իրենց ազատարարը սովորական մի հանցագործի պես, հռոմեական խաչին վրա գանված, փչում էր իր վերջին շունչը։ Նրանք ամեն ինչ թողել էին եւ հետևել էին Հիսուսին, իսկ այժմ կյանքը զրկվել էր իմաստից։ Նրանք ստիրում էր անհուսություն, թվում էր, թե չկա մի ելք եւ չկա ճանապարհ դեպի հավիտենական կյանք։ Մարիամ Մագդալենացին Հիսուսի հետևորդներից մեկն էր։ Նա ֆինանսապես աջակցում էր Հիսուսի ծառայությանը եւ հավատում էր նրա միջոցով Աստված հավիտենական խաղաղություն է բերելու աշխարհին։ Նա կանգնած էր խաչի մոտ եւ նայում էր մահապատժի ենթարկված իր տիրոջը։ Նա անփարատելի կսկից էր ապրում։ Երբ հռոմեացի զինվորները համոզվեցին, որ Հիսուսը մահացել է, իջեցրին նրա մարմինը խաչից եւ հանձնեցին մի հարուստ հրեա պաշտոնյայի, որպեսզի վերջինս թաղի Հիսուսի մարմինը նոր գերեզմանի մեջ։ Մարիամը հեռացավ խաչի մոտից եւ որոշեց այցելել գերեզման, երբ թաղման արարողությունը ավարտվի։ Կիրակի առավոտյան նա գնաց գերեզման եւ ականատես եղավ ցնցող տեսարանի։ Անարդարացիորեն սպանված Հիսուսի գերեզմանը բաց էր, իսկ մարմինը չկար։ Կարծելով, որ ինչ-որ մեկը գողացել է Հիսուսի մարմինը, նա շտապեց Հիսուսի աշակերտների Պետրոսի եւ Հովհաննեսի մոտ եւ պատմեց նրանց ինչ է տեսել։ Աշակերտները չհավատացին, սակայն գնացին ստուգելու այն, ինչ լսել էին Մարիամից, եւ ժամանեցին պատանքը տեղում էր, թեպետ մարմինը այլևս այնտեղ չէր։ Աշակերտները սարսափած եւ շփոթված վերադարձան տուն, իսկ Մարիամը չհեռացավ, այլ մնաց գերեզմանի մոտ, եւ այն ինչ տեսավ քիչ անց վախեցրեց նրան։ Ամբողջությամբ սպիտակ հագնված երկու մարդ կանգնած էին գերեզմանի մոտ, եւ նրան ասացին. «Ով կին, ինչու ես լալիս»։ Եվ նա նրանց ասաց. «Որովհետև իմ տիրոջը գերեզմանից վերցրել են եւ չգիտեմ նրան ուր են տարել»։ Հովհաննես ավետարան 20:13 խոսք։ Նա շրջվեց եւ ուշագրավ մի բան տեսավ. Հիսուսը կանգնած էր նրա առջեւ։ Տարօրինակ է, բայց չճանաչեց Հիսուսին եւ կարծեց, թե պարտիզպանն է։ Հիսուսը կրկնեց հրեշտակի հարցը. «Ով կին, ինչու ես լալիս»։ Մարիամը, չիմանալով, թե ում հետ է խոսում, պատասխանեց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, ուր ես դրել նրան, որպեսզի նրան վերցնեմ»։ Այնուհետև Հիսուսը քնքշորեն դիմեց նրան իր անունով. «Մարիամ», ասաց նա։ «Վարդապետ», բացականչեց Մարիամը եւ ճանաչեց նրան։ Հիսուսը կենդանի էր եւ կանգնել էր Մարիամի առջեւ։ Նա ողջ էր եւ առողջ էր, քանի որ մահը չէր կարողացել հաղթել Մեսիային։ Աստված հարություն էր տվել նրան մեռելներից, որ հավիտենական կյանքը վերադարձնի անհույս եւ կորսվող աշխարհին։